Դոնալդ Թրամփի ու Հռոմի պապ Լևոն 14-րդի միջև թշնամանքը հասել է իր գագաթնակետին, ու այս վիդեոով ուզում եմ ձեզ պատմել ինչի ու ոնց տենց ստացվեց, բայց մինչև բուն թեմային անցնելը խնդրում եմ բաժանորդագրվեք, այդ ինձ ահավոր կմոտիվացնի, որ սենց վիդեոներ շարունակեմ անել։ Մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփը հրապարակել էր AI-ով ստեղծված այս հետաքրքիր լուսանկարը, որում ինքը պատկերված է Հիսուս Քրիստոսի կերպարով, իր ձեռքից դուրս է գալիս ճառագայթ, որը որ նա բուժում է հիվանդին։ Այս լուսանկարի պատճառով ահռելի մեծ ալիք է բարձրացել Թրամփի դեմ, ու ամենակարևորը երևի այն է, որ Թրամփին քննադատում են ոչ միայն իր հակառակորդները, այլ նաև իր կողմնակիցները, որ պատկերացնեք ճնշումը այնքան մեծ ա եղել, որ Թրամփը ստիպված ա եղել ջնջել այս լուսանկարը։ Թրամփի դեպքում սա ուղղակի եզակի երևույթ է։ Ու այս ամեն ինչը ուղղակիորեն կապված է Հռոմի պապի հետ։ Լևոն 14-րդը առաջին ազգությամբ ամերիկացի Հռոմի պապն է, ու անցած տարի իր ընտրվելուց հետո բավականին քննադատողական մոտեցում է ցույց տվել Թրամփի արտաքին քաղաքականության մասով։ Միգրանտների դեպորտացիայի ալիքի հենց սկզբից նա քննադատել է Թրամփի ադմինիստրացիան, ու դեռ հունվարին նա Վենեսուելայում ԱՄՆ ռազմական օպերացիայի դեմ էր արտահայտվել, իսկ վերջերս շատ տարբեր առիթներով քննադատել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածները։ Հիշում եք, այս վերջերս Թրամփը սպառնացել էր վերացնել Իրանի ամբողջ քաղաքակրթությունը, ու Հռոմի պապը այդ սպառնալիքները համարել էր անընդունելի ու կոչ էր արել չհարվածել Իրանի ժողովրդին։ Իսկ վերջին էսկալացիան տեղի ունեցավ հայտնի ամերիկյան 60 Minutes 60 րոպե հաղորդման հեռարձակումից հետո։ Այդ թողարկման մեջ 3 ամերիկացի կաթոլիկ քահանաներ խոսում են Լևոն 14-րդի հակապատերազմական դիրքորոշման մասին ու պատմեն, թե որքան նա ոգեշնչում իրենց, որ իրենք նույնպես արտահայտվեն բռնության դեմ։ Սա զարեցրել էր Թրամփին, ու ինչպես միշտ իր Truth Social հարթակում նա գրել էր մեծ ստատուս Հռոմի պապի մասին ու պնդել էր, որ նա թույլ դիրքորոշում ունի հանցագործությունների ու Իրանի միջուկային զենք ստանալու մասով։ Ու այս ստատուսը գրելուց գրեթե անմիջապես հետո հրապարակել էր այս լուսանկարը, որը շատ բուռն ու հիմնականում բացասական արձագանք էր ունեցել։ Հաջորդ օրը լրագրողները Թրամփին հարցրել են, արդյոք ինքն իրեն պատկերել է Հիսուսի դերում, բայց սա Թրամփը հերքել էր, ասելով, որ լուսանկարը հրապարակելուց պատկերացրել է, որ ինքը բժշկի դերում է։ Բայց ցանկացած մարդ, ով ունի գիտելիքներ կրոնի ու քրիստոնեության մասին, կփաստի, որ շատ դեպքերում քրիստոնեության մեջ Հիսուսը ներկայանում է որպես աստվածային բժիշկ։ Նույնիսկ լատիներեն տերմին կա Christus medicus, եւ այստեղ Հիսուս Քրիստոսը ներկայանում է ոչ միայն ինքնազոհության, այլ նաև ապաքինման ու ռեաբիլիտացիայի տեսանկյունից։ Այնպես որ Թրամփի խոսքերը ուղղակի ընկալվեցին որպես արդարացում։ Թրամփը նաև ասել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Հռոմի պապից, ու ընդհանրապես ամերիկացի կարդինալը չէր դառնա Հռոմի պապ, եթե չլիներ Սպիտակ տունը։ Հռոմի պապը պատասխանել էր Թրամփին, ասելով, որ չի վախենում Թրամփի ադմինիստրացիայից, շարունակելու է հանդես գալ պատերազմի դեմ եւ որ Աստված չի օրհնում որևէ կոնֆլիկտ։ Նա ասել էր. «Մեջբերում եմ, չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ, չեմ կարծում, որ ավետարանի ուղերձը նախատեսված է չարաշահելու համար, ինչպես որոշ մարդիկ են անում»։ Հռոմի պապին պաշտպանել էին համաշխարհային մակարդակով շատ տարբեր ղեկավարներ ու պաշտոնյաներ, օրինակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ու օրինակ զարմանալիորեն Իտալիայի աջակողմյան վարչապետ Ջորջա Մելոնին, որը Թրամփի դեմ սովորաբար ոչ մի բան չի ասում, բայց Թրամփի հարձակումները անընդունելի էր համարել ու իր համերաշխությունն էր հայտնել Հռոմի պապին։ Իհարկե այն ֆակտորը կա, որ Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, բայց ինչևէ Թրամփի շատ կողմնակիցներ նույնպես դեմ են արտահայտվել այս ամեն ինչին։ Ու Հիսուսի կերպարի այս էսթետիկայով Թրամփի լուսանկարը համարել են քրիստոնեության դեմ ուղղված անարգանք։ Որ պատկերացնեք, նույնիսկ Տամպլիեր ասպետների միջազգային միությունը, որը կաթոլիկ ծայրահեղ աջ դիրքորոշում ունեցող խումբ է ու սովորաբար աջակցում է Թրամփին, պահանջել էր, որ Թրամփը ջնջի այդ լուսանկարը։ Հա ու նաև չմոռանանք էլի AI-ով ստեղծված ու անցած տարի հրապարակված այս լուսանկարը, որում Թրամփը ներկայանում է Հռոմի պապի կերպարով։ Ու հենց Ամերիկայում քրիստոնյա կաթոլիկ նացիոնալիստներ հետաքրքիր ընտրության առջև են կանգնած, կամ Թրամփը կամ Հռոմի պապը, ու նրանցից շատերը ընտրում են Հռոմի պապին։ Իհարկե այս ամեն ինչը կարելի է վերագրել Թրամփի էքսցենտրիկ լինելուն, բայց իմ կարծիքով դա
մակերեսային մեկնաբանություն է, որովհետև իրականում ամերիկյան պատմության մեջ հակակաթոլիկական տրամադրությունները շատ խորը արմատներ ունեն։ Ամերիկայում կաթոլիկները շատ երկար ժամանակ թիրախավորվել ու խտրականության են ենթարկվել։ Օրինակ 10-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին, երբ հարավային ու արևելյան Եվրոպայից ու հատկապես Իռլանդիայից կաթոլիկ միգրանտները գալիս էին Ամերիկա, նրանց դեմ քսենոֆոբիկ պոգրոմներ էին կազմակերպում տարբեր բողոքական խմբեր, օրինակ նաև Ku Klux Klan-ը։ Ու հիմա տեսնում ենք, որ իրականում շատ բան չի փոխվել ու հարաբերությունների դինամիկան շատ նման է այդ հին ժամանակներին, որովհետև Լատինյան Ամերիկայից միգրանտների մեծ մասը կաթոլիկներ են ու ինչպես նախկինում, այդպես էլ հիմա իրենց քավության նոխազ են սարքել սպիտակ քրիստոնյա նացիոնալիստների շահերը ներկայացնող Թրամփի ադմինիստրացիան։ Ու այս պատմական կոնտեքստում ինձ թվում է, որ կաթոլիկների ու Հռոմի Պապի դեմ այս քաղաքական արշավը պատահական չի։ Պետք է հիշել, որ ամերիկացի քրիստոնյա նացիոնալիստները, որոնք գաղափարապես շատ ծայրահեղ սիոնիստներ են ու պաշտպանում են Իսրայելին, Թրամփին համարում են կրոնական մեսիա իրական ամերիկացիների համար։ Իսկ իրենց պատկերացումներով իրական ամերիկացին պարտադիր սպիտակ, բողոքական, ավելի կոնկրետ բողոքականության մեջ ավետարանչական ուղղությանը հարող ամերիկացին է։ Շնորհակալություն, որ նայեցիք, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք ու մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։ Մինչ